Նա ոչ մի վայրկյան չի թուլացնում ռազմական շնչառությունը, աշխարհը խառն է ու նա ամեն վայրկյան սպասում է հարմար պահին էսկալացիայի գնալու, ֆիքսում են մասնագետները։ Ագրեսիայի քարոզչա մեքենայի շարժիչը ամեն օր է աշխատում։ Ահա այսպես Ալիևը խոսքերը քամուն չի տալիս, Միջանցքը Հայաստանով շատ շուտով կլինի, CBC Ադրբեջան TV-ն է ասում, բայց միայն այստեղ չէ այս շունչը։ Նա լարել է բոլոր իր մանկլավիկներին։ Պատգամավորներն են ստեպ-ստեպ սպառնալիքի մեջլիս մտնում, խոստանալով վերացնել Հայաստանը։ Armenia может исчезнуть. Հայաստանը կվերանա քարտեզից, եթե չկատարի Ադրբեջանի պահանջները։ Հայաստանը ցուցադրաբար չի կատարում իր պարտականությունները։ Զուգընթաց ամերիկյան, իսրայելական, ադրբեջանական մամուլը հեղեղված են տեղեկություններով, որ Բաքուն Միացյալ Նահանգներից զենք է ակնկալում։ The Jerusalem Post-ը գրում է, թե ադրբեջանական կողմը ձգտում է 907 հայտնի բանաձևի չեղարկմանը։ Այս բանաձևն ի դեպ արգելում է ամերիկյան կառավարության ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին։ Սա ադրբեջանցիների ցավն է դարձել, դիմում են հնարավոր բոլոր մեթոդներին հասնելու դրա չեզոքացմանը։ Ամերիկացիներին հիմա փորձում են համոզել, թե կմիանան իրենց ընդդեմ Իրանի, եթե զենք ստանան։ Վերջին շրջանում Ադրբեջանը ակնհայտորեն փորձում է կապեր հաստատել Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի հետ եւ գերազանցապես Իսրայելի եւ հրեական լոբինգի միջոցով Իքմետ Հաջիևն էր հանդիպումներ ունենում Իսրայելում, դրանից հետո նորից Ադրբեջանը պատվիրակություն ուղարկեց, Ադրբեջանի նախագահն է որոշ հրեական կազմակերպություններ ընդունել, փորձում են օգտագործել ամբողջությամբ իրանական խաղաքարտը, փորձելով իրենց այդպես դիրքավորել եւ այդտեղից է փչում քամին։ Նույնիսկ press release-ում գրել էր, որ մենք խոսել ենք Ամերիկայում համատեղ մեզ օգնել աշխատել։ Նա Միացյալ Նահանգների քրիստոնյա առաջնորդների կոնգրեսի ղեկավար Ջոնի Մուրի հետ հանդիպմանն էր, բողոքել բամբասել Միացյալ Նահանգների նախկին վարչակազմից, հիշատակել 907 բանաձևը ատամիտակ թերևս ունենալով գծնել ու հասնել դրա չեղարկմանը։ Հետո էլ Բաքվից մամուլի այս հաղորդագրությունը տարածեցին։ Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բայդեն-Բլինքեն վարչակազմը կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ, ինչը հանգեցրել է երկկողմ հարաբերությունների ճգնաժամի։ Երկրի ղեկավարը 907-րդ հոդվածի վերականգնումը որակել է որպես Բայդեն-Բլինքեն վարչակազմի ապերախտության արտահայտություն։ Իրանում էլ գիտեն այս մասին, փոխանցում է քաղաքագետը Իրանից։ Փույա Հոսեյնին ասում է, ունեցած զենքի փողը Բաքուն կամ Հայաստանի կամ էլ Իրանի ուղղությամբ է ուղղում։ Դա նոր բան չէ Թեհրանի համար։ Ադրբեջանի զենքի արսենալի լայնացնում է ոչ միայն Հայաստանի դեմ, այլ Իրանի դեմ։ Տարիներ շարունակ ինքը զենք է ստանում Իսրայելից, Թուրքիայից, նացիական Թուրքիա եւ նաեւ ինչ-որ չափով Ամերիկայից ինչ-որ քննիներ էստեղի Իրանի մեծենի բادرազմի մեջ եւ այլ կողմերը իր հետևից կան եւ Իրանին վնաս հասցրեն շատ հնարավոր է Իսրայելը դանի եւ օգտագործում են Ադրբեջանին Իրանի դեմ եւ լարվածությունը դարաշրջանում բարձեն բահում։ Բայց քաղաքագետը Իրանից պնդում է, Իրանին թուլացնելու, խեղճացնելու հույսերը սին են։ Իրանը հիմա էլ հոբ համակարգը բարձր պատրաստության է պահում, ամեն օր սպասում դավադրության կամ հարձակման։ Հոսեյնին ասում է, այստեղ էլ լավ գիտեն, Բաքվի ախորժակը Զանգեզուրի միջանցք կոչվածն է։ Երախը բացած խառնակ աշխարհում սպասում է պահին։ Սիրան Շմուրադյան, ժամը լրատվական։